Երկրում դպրոցների 70-ից 80%-ը կիսավերված է արձանագրում է Փաշինյանը եւ այս խնդիրն ուղիղ կապում երկրում կադրային սովի հետ։ Ասում է կադրային ճգնաժամ է, կրթական փորձագետը այստեղ չի հակադրվում վարչապետին։ Ասում է նման անբարեկարգ կրթական համակարգում բարդ է ստանալ որակյալ կրթություն եւ դառնալ որակյալ մասնագետ։ Սա է թերևս պատճառներից մեկը, որ երեկվա կառավարության նիստում կառավարության ղեկավարը բարձրաձայնեց նաեւ կադրային սովի մասին, որովհետեւ լավ կադրեր կարող են պատրաստվել հենց դպրոցից սկսած, բայց վերջի 6-7 տարվա ընթացքում այն մարդիկ, որոնք դպրոցները ավարտել են, բուհերը ավարտել են եւ հիմա աշխատաշուկայում են, նրանք շատ անորակ կադրեր են։ Կրթության ոլորտի պատասխանատուն նախորդային կառավարության սեղանին դրեց նախարարության ֆինանսական վերաբաշխման փաթեթը։ Նախատեսում են 2025 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցները նորից բաշխել այնպես, որ 525 միլիոն 496 հազար 400 դրամն ուղղվի դպրոցների շենքային պայմանների բարելավմանը։ Այս ծրագրի շրջանակներում շինարարությունը ավարտված է 45 դպրոցում, որոնք հիմնականում նոր կառուցված, վերակառուցված կամ հիմնանորոգված դպրոցներ են։ Վերանորոգումները մեկնարկել են այս տարվանից եւ ինչպես նաեւ կառավարության նիստի ժամանակ հնչեցվեց, հունիս ամիսներին գուցե արդեն առաջին դպրոցները, որոնք հիմա վերանորոգման ընթացքում են, ավարտված լինեն։ Կրթական գերատեսչությունից ժամին տեղեկացրին, որ 119 դպրոց դեռ պիտի վերանորոգվի, որոնցից միայն 6-ն է Երևանում։ Մարզերում այս խնդիրն ավելի ակնառու է։ Ամենասուրը Շիրակի մարզում է։ Սահմանամերձ եւ ոչ սահմանամերձ, այսինքն որպես սկզբունք այս դպրոցների ինքնության այլ հիմք է դրվել, այս սկզբունք է դրվել աշխատանքային խումբ է ձևավորվել ոչ գերատեսչական կառույցներից եւ այդ աշխատանքային խումբը ընտրել է այն դպրոցները, որոնց պայմանները քիչ թե շատ բավարարում են վերանորոգումով ժամանակակից պահանջներին համապատասխան դպրոցական միջավայր ստանալու։ Կառավարական կաբինետում որոշել են տարեվերջին երկրում վերանորոգված դպրոցների թիվը 80-ից 100-ի կհասցնեն։ Փորձագետն էլ հիշեցնում է, երբ կաբինետը ժամանակին փոխվեց 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագիրը գործարկեցին, հետո սակայն պարզվեց, որ այդ 300 դպրոցը չի սպասարկի ամբողջ համակարգը հանրակրթության վիճակը բարելավելու համար։ Փաշինյանն էլ նախորդին ֆիքսեց նաև, որ երկրում այսօր բնակավայրերի 70 եւ ավելի տոկոսը մանկապարտեզ չունի։ Սիլվի Մուրադյան, ժամը լրատվական։